Բայց որպեսզի իմանաք, որ մարդու որդին երկրի վրա մեղքերին թողություն տալու իշխանություն ունի, ասում եմ քեզ, վեր կաց, մահիճդ վերցրու, քո տուն գնա։ Եվ սա իսկույն վեր կացավ, մահիճը վերցրեց ու բոլորի առաջ դուրս գնաց, մինչ բոլորը զարմանում էին ու Աստծուն փառաբանում ասելով. այսպիսի բան երբեք չենք տեսել։ Անդամալույծ մարդու բարեկամները բերում են նրան Հիսուսի մոտ հույս ունենալով, որ Հիսուսը կբժշկի նրա մարմինը։ Բայց Հիսուսի առաջին խոսքերը շփոթեցնում են բոլորին։ Նա չի ասում. կամենում եմ, բուժվիր, այլ որդյակ, քո մեղքերը քեզ ներված են։ Ահա այստեղ բացահայտվում է ավետարանի էությունը իր ողջ գեղեցկությամբ։ Քրիստոսը եկավ ոչ թե պարզապես մարդկանց ցավերը բժշկելու կամ մեղմելու, այլ մարդկության ամենախորը արմատ հանդիսացող հիվանդությունը, որ մեղքն է, հիմնովին վերացնելու։ Մեղքը մեր իրական հիվանդությունն է և Քրիստոսի ներումը մեր իսկական բժշկությունը։ Տեր Հիսուսը նման չէ իրենից առաջ եկած ուսուցիչներին, մարգարեներին, ովքեր Աստծո խոսքն են փոխանցել։ Նա նույն ինքն Աստված է, ով իշխանություն ունի մեղքեր ներելու։ Նա վճարեց դրա գինը խաչի վրա։ Նրա խոսքը քո մեղքերը քեզ ներված են հնչում է որպես հայտարարություն, Գողգոթայի վրա սպասվող անբացատրելի զոհողության, որտեղ Տերն իր արյունով պիտի հաստատեր այս ներման իրողությունը, որն այժմ հռչակում է։ Գալստյան պատրաստության շրջանը մեզ հիշեցում է, որ Քրիստոսի գալուստը փրկության խոստման իրականացումն է։ Նրա իշխանությունը հաստատվում է ոչ թե զորության ցուցադրությամբ, այլ խաչի վրա կատարված հնազանդությամբ։ Շաբաթվա ավարտին մենք հիշում ենք Հիսուսի ամենամեծ հրաշքը մարմնի բուժումը չէ, այլ հոգու փրկությունը։ Նրա ներման խոսքը նոր սկիզբ է յուրաքանչյուրիս համար, ով լսում է այդ նույն ձայնն այսօր. Որդիս, քո մեղքերը քեզ ներված են։ Այս ներման իշխանությունն է մեր խաղաղության հիմքը։ Այստեղ է ավետարանի մեծությունը։ Մեղավոր մարդը հռչակվում է արդար Քրիստոսի արդարությամբ։ Քրիստոսի ամենամեծ հրաշքը ոչ թե մարդուն քայլացնելն է, այլ մեղավորին արդարացնելը, անսուրբին սրբացնելը, հոգևորապես մեռածին կենդանացնելը։ Այսօր հարցրու ինքդ քեզ. արդյոք գիտակցում եմ, որ իմ ամենամեծ հրաշքը մեղքից ներումն է։ Ինչպես եմ այսօր արձագանքում նրան, ով ասում է. քո մեղքերը քեզ ներված են։ Տեր Հիսուս, շնորհակալ եմ, որ դու ներել ես իմ մեղքերը։ Թող իմ ուրախությունը մնայուն լինի քո ներման մեջ։ Ամեն։